Սա դասն է, 22-րդ դասն է մեր մարդկային խնդիրները։ Մարդկային խնդիրները։ Այս թեման ես դեռ նոր ապաշխարած ժամանակ, որ կարդացել եմ Եբրայեցիների գրքում, այս թեման արդեն ինձ դուր է եկել, որովհետև Հիսուս ինքը նա է, ով մարդկային խնդիրների լուծում է տալիս։ Գիտեք, չգիտենալով այդ ամեն ինչը, բայց երբ որ մենք գալիս ենք Հիսուսին, լուրջ մենք խնդիրներ ենք ունենում։ Ամբողջ աշխարհն է խնդիրների մեջ, բայց հենց այս թեման, այս դասը շատ արդիական է։ Մարդիկ ունեն խնդիրներ, մարդկային խնդիրներ գոյություն ունի, իսկ Հիսուս ինքը նա է, ով կարողանում է հաղթահարել այդ խնդիրներին։ Իրենք մենք զգում ենք, որ մենք ուժ չունենք, մենք թույլ ենք, մենք կարողություն չունենք։ Զգում ենք, որ մեր կարողություններից վեր է խնդիրները լուծելու, դրա համար մենք փառք Աստծուն ունենք Հիսուսին։ Եվ պետք է նայենք, թե ինչպես է Քրիստոս հաղթահարում մարդկային խնդիրները։ Այսօր կդիտարկենք դրանց, կբացենք Եբրայեցիների 2-րդ գլուխը, կնայենք, թե ինչպես է նա հաղթում դա։ Սա շատ օգտակար թեմա կլինի մեզ։ Երբ որ մենք խնդիրներ ունենք, հենց դրա համար մենք դիմում ենք իրան։ Ու նկատել եք, որ երբ որ մենք գալիս ենք Տիրոջը, ասում ենք, որ վաղուց իման, ես ավելի շուտ կգայի, եւ որովհետեւ դու գիտես, որ իրան կարաս դիմես։ Դու իրան կարաս դիմես, որովհետեւ ինչեւ դու չգիտեիր ինչ անես, փակուղու մեջ էր կամ մարդիկ էր փնտրում, որ կարան քեզ օգնեն, բայց ցավոք սրտի չեն կարող մարդիկ օգնեն մեզ այդ խնդիրների մեջ, այդ խնդիրների ժամանակ։ Ես հավատում եմ, որ մարդկային բոլոր էմոցիաները անցել է Քրիստոսի միջով։ Մարդկային ամբողջ բոլոր էմոցիաները անցել է Քրիստոսի միջով։ Դուք պատկերացնում եք, որ 4000 մարդկային տարիների կյանքի պատմության 4000 տարիներ հետո Աստված մարմնով գալիս է։ Եվ մարդիկ 4000 տարի ունեն խնդիրներ, բայց Հիսուս գալիս է եւ այդ ամեն էմոցիա, մարդկային ամեն զգացմունք իր միջով անցնում։ Տամ գրիչա պետք։ Ինչն է բոլ գրիչը։ Այսինքն մեր ամեն էմոցիա անցել է իր միջով։ Եվ ինքը ամեն էմոցիա հաղթահարել է։ Մեզ հնարավոր է ծանոթ չի զգացմունքներ, զգացողություններ, մենք ասում են, չգիտեմ ինչ զգացմունք կա, ինչ զգացողություն կա մեջս։ Մարդ կա վատ զգացմունքներ ունի, միշտ վատ զգացողություններ ունի, մարդ կա ինչ-որ անհասկանալի զգացողություններ ունի, ինքը սաղին ծանոթ է, Հիսուս։ Եվ ինքը կարողացել է վերլուծել, հասկանալ եւ հաղթել բոլոր էմոցիաներին։ Մեր կյանքը սաղ էմոցիաների հետ է կապված։ Որովհետեւ մենք ապրում ենք մարմնի մեջ, 5 զգայաններ ունենք։ Մենք շատ բաներ չենք կարող հասկանալ, բայց փառք Հիսուսին, փառք Աստծուն Հիսուսի համար, որովհետեւ ինքը կարա լուծում բերի։ Իրականում իր մոտ այդ լուծումը։ Այդ էմոցիաները ինքը հաղթահարել է եւ մեզ տվել է օրինակ ինչպես հաղթել նրան։ Եբրայեցիների 2-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Այստեղ ուժեղ խոսքը ասում նրա համար 2:17 նրա համար նա պետք էր բոլորովին նմանվեր եղբայրներին, այսինքն ինքը գար մարդ դառնար, ունենար միսուարուն զգացմունքներ, որպեսզի ինքը ողորմած լիներ ու հավատարիմ քահանապետ, որտեղ ինքը կարող նրանք հասկանար ինչի միջով մենք ենք անցնում։ Աստծո կողմից ժողովրդին մեղքերը խավելու համար, քանզի ինչ բանով որ ինքը չարչարվեց, փորձություն կրելով կարող է փորձվողներին էլ օգնական լինել։ Սա ուժեղ տեքստ է։
Ես այս տեքստը միշտ կարդացեմ, ասում, պատկերացնում ես, դուք ավելի շուտ եք ստեղ, բայց ինքը գալիս է, եւ թույլ է տալի, որ ամբողջ մարդկային էմոցիաները իր միջով ֆիլտրվի, եւ ինքը ամեն էմոցիային անուն տա, եւ ինքը հաղթարի բոլոր խնդիրները, գայթակղությունները, խնդիրները, ու մեզ էլ մի բան օգնի։ Պատկերացնում եք։ Մենք շատ շփոթվում ենք, իրական մենք շփոթվում ենք, երբ որ այդ էմոցիաները ունեն, մենք ինչ ենք անում առաջերտին, մենք շփոթվում ենք։ Մենք մոլորում ենք, մենք չենք ջոգում, ինչ է կատարվում։ Դրա համար 4-րդ գլխի 12-րդ խոսքը, Եբրայեցիների 4-րդ գլուխ, 12-րդ խոսքը, որովհետև Աստծո խոսքը կենդանի է, զորեղ է, ամեն երկսայրից սուր, շնորհակալ եմ, որ Աստված մեզ տվել է իր խոսքը նախ եւ առաջ, որովհետև միակ խոսքով դու կարաս քեզ հայտնաբերես, որ թափանցում է մինչև շունչը, հոգին, հոդվածները, ցուցկը, քննում է սրտի խորհուրդները եւ մտածմունքները, չկա արարած, որ նրա դեմ չերևա։ Ապա ամեն բան բաց է, հայտնի է նրա աչքերի առաջ, որին պիտի տրվի մեր անձի հաշիվը։ Աստվածաշունչը միակ գիրքն է, տիեզերքը միակ աղբյուրն է, որ մեզ կարող է սովորացնել։ Գիտեք, եթե մեզ չլներ տրված Աստծո խոսքը, մենք չենք իմանա, թե ինչպես ղեկավարվենք, կառավարվենք կամ կողմնորոշվենք։ Նա մեզ ցույց է տալիս, նա մեզ սովորացնում է, նա մեզ օգնում է, որ մենք կողմնորոշվենք։ Որովհետև մարդու մեջ կա երկու սկիզբ։ Մեր մեջ կա երկու սկիզբ, մարմնավոր եւ հոգեվոր։ Մենք բաղկացած ենք այդ երկու սկզբից։ Մենք չենք խոսում մի հոգի մարմին շունչ եւ հետո բացատրենք շունչը ինչ է, հոգին ինչ է, մարմինը ինչ է։ Կա հոգեվոր եւ մարմնավոր։ Եվ դուք չեք կարող հասկանալ մինչև չապրեք։ Մենք դա պետք է ապրենք, որովհետև միլիոնավոր մարդիկ չգիտեն, թե ինչպես ապրել։ Մենք գալիս ենք Աստծուն, մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպես է պետք ապրել։ Դրա համար մեզ տրված է խոսք։ Ես երեք բարձրացրեցի Աստվածաշունչը, ասի խոսք, որը մեզ տրված է ռուկավոստվայի համար, կառավարվելու, ղեկավարվելու համար, ապրելու համար։ Մենք չենք կարող հասկանալ, մինչև չապրենք։ Միլիոնավոր մարդիկ, միլիարդավոր մարդիկ երկրի վրա չգիտեն ինչպես ապրեն։ Ճիշտ չգիտեն ինչպես ապրեն։ Ընդհանրապես նրանք չեն էլ հասկանում, որ իրանց ներսում կա երկու սկիզբ։ Իրանք կարծում են, որ մարդիկ շատերը կարծում են, որ իրանք մեկ ընդհանրական են, մի հատ են։ Այս մարմինն է, մեռավ ու պրծավ։ Բայց դա է ձև չի։ Մենք նաև ունենք հոգի։ Ասում է մարդը մեռավ, պրծավ, գնաց, ճիճունեք երան, մենք Եհովայի վկաներ չենք խո, որ այդ ձև մտածենք։ Մենք աշխարհի մարդկանց պես չենք շնչավոր, որովհետև իրանք մենակ իրանք են այդ ձև մտածում, որ իրանք մեկ ընդհանրական են, բայց նաև գոյություն ունի հոգի, շունչ, մարմին, ուղեղ։ Մենք ունենք միս ու արյուն։ Մենք երեքն ենք, հոգի, շունչ, մարմին։ Մինչև մենք չհասկանանք սա, մինչև մենք սա չհասկանանք, չենք կարող ապրել։ Ոնց որ պետք է, կամ ինչպես որ ճիշտ է։ Իմ ու քո մեջ կա աստվածային սկիզբ, դա հոգին է, նաև մարմինն է, նաև շունչն է։ Մարմինը սկիզբ առնում իրանից, շունչը սկիզբ առնում իրանից, հոգին սկիզբ առնում իրանից։ Եթե մեկը համարում է ինքը կապիկից առաջ, ասած դա իր պրոբլեմն է։ Դա նշանակում է, որ ինքը իրանից գլուխ չի անում դեռ։
Ինչև մի ինքը ապրում է ստի և խաբեության մեջ։ Մարդկային մարմնավոր մասը կոչվում է շունչ կամ մարմին։ Շունչ կամ մարմին։ Գիտեք, ոչ միտեղ մենք չենք ստանում ինֆորմացիա, բացի Աստվածաշնչից։ Աստվածաշունչն է մեզ ուղիղ և կոնկրետ պատասխան տալիս, ինֆորմացիա տալիս, թե ինչպիսին ենք մենք, մեր կառուցվածքը, մեր բաղադրությունը։ 4:13-ի 15-ը եբրայցիների շարունակում է 13-ից 15-ը, ես 14-ը կարդամ, որովհետև կարդացինք 13-ը։ Արդ մենք, որ մեծ քահանապետ ունենք երկին գնացած Հիսուսը, Աստծո որդին, ամուր բռնենք մեր դավանությունը, քանզի ոչ թե այնպիսի մի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, ապա ինքը ամեն կերպով փորձ առած է, մեզ նման, բայց առանց մեղքի։ Երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստված ասեց հիմա Ադամը մեզանից մեկի պես եղավ։ Աստված գիտեր բարին ու չարը, բայց ոչ մեղանչական էմոցիաներով։ Աստված գիտեր դրան սուրբ էմոցիաներով։ Իսկ մարդը դա իմացավ մեղքի միջոցով։ Տարբերություն կա դրա։ Ասկա մենք Աստված գիտի դա բարին և չարը, բայց մարդը գիտի բարին ու չարը մեղքին ճաշակելու միջոցով, որի վարձքը մահն է։ Ուրիշ աստվածներ չգիտեն ինչպես օգնել մեզ։ Աշխարհում լիքա չաստվածներ կան և ոչ մեկ չգիտի ինչպես օգնի մարդուն։ Պատկերացնում եք հնդիկներ ունեն 33 միլիոն աստվածներ, դրանցից գետ մեկը չգտնվեց, որ կարենա իմանա, թե ոնց լուծի մարդու խնդիրը, չգիտի, իրանք օգնության կարիք ունեն։ Միակ պատճառը, միակ պատասխանը և օգնությունը Հիսուսի մոտ է։ Փառք ես Հիսուս։ Կամ որևէ մեկը չի կարող խորհուրդ տալ, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել իրավիճակը։ Ինչ աստվածներ ասես կան, բայց դրանցից մեկը չի կարող օգնել, դրանցից մեկը չգիտի պատասխանը, դրանցից մեկը չունի այդ խորհուրդը, որ կարա տա մեզ։ Կամ նրանք երևակայական են, և շատերն են երևակայական, կամ փայտից են, որից լավ խորոված ա լինում։ Ալելույա։ Դա ասում է Եսային, փայտից աստվածաշինım, պաշտմա, հետո այրմա, նրա վրա միսա խորովում և ուտեմ, և ասում է փառք Աստծուն։ Նրանց աստվածները բոլորը կուրքեր են հեթանոսների։ Կամ ոսկի, արծաթ, կամ անզգացմունք։ Գիտեք, այդ հնդիկները ինչքան հարուստ են, բայց շատ աղքատ են։ Նրանք առաջ անցան չինացիներից քանակական, բայց իրականում սաղի վրա ոսկի զարդեր կա, փողոցներում վխտում են այդ կով ու ոչխար ու խոզու անասուն, բայց իրանք համ սոված են համ աղքատ, որ կարան ծախեն և հարուստ լինեն, և իրանք գալիս են Հայաստան և շատ տեղեր, որ աշխատեն, որ փող ղրգեն տուն։ Մենք աղոթում ենք, որ հնդիկները փրկվեն։ Մագան 4-ը հնդիկի հետ աշխատում է։ Ասել եմ որտեղ ուղղի այդ հնդիկներին։ Ալելույա։ Բայց Հիսուսն է, ով քայլեց մարդկանց մեջ։ Դա շատ կարևոր է։ Ինքը քայլեց մարդկանց մեջ և անցավ բոլոր այդ զգացմունքներով։ Ինքը բախվեց ռեալ խնդիրների հետ։ 4:16-ը շարունակվում է եբրայցիների 4:16-ը, ուստի էլ համարձակությամբ մոտենան շնորհքի աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք և շնորհ գտնենք պետք եղած ժամանակ մեզ
օգնելու։ Այսինքն մեզ կարող է օգնել Հիսուս, որովհետև Հիսուս նա է, ով կարող է օգնել ինձ ու քեզ։ Հիսուս հաղթեց իր առաջին, օրինակ ես ասեմ, ռաունդը, որովհետև ինքը անցավ փորձություններով։ Հիշում եք, որ ինքը կանգնած էր Հորդանանի ափին, ձայն եկավ երկնքից, երբ որ Սուրբ Հոգին իր վրա եկավ, ասեց՝ դա է իմ սիրելի որդին։ Հիշում եք, երբ որ սովածացավ, Սատանան իրան սկսեց փորձել։ Մենք սա մասին դեռ այս դասին, մյուս դասին, այս դասի ընթացքում խոսանք, սա շատ ուժեղ է, սա շատ հզոր է։ Համար առաջին դա հասարակական կարծիքն էր, որ ինքը հաղթեց, որը մենք չենք կարողանում առ այսօր հաղթենք։ Տեսեք, Հիսուսին նա է մեր օրինակը, որ մենք կարող ենք իր օրինակով հաղթահարենք հասարակական կարծիքին, որովհետև հասարակական կարծիքը տրանսպորտի նման է։ Մեկը նստում է, մեկը իջնում է, մեկը գալիս է այս ասում, մյուսը գալիս է այն ասում, օբյեկտիվություն չկա մարդկանց մեջ։ Դրա համար մեզ համար գոյություն ունի օրինակ, Հիսուս մեր օրինակն է, որ կարող է օգնել մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ հասարակական փորձությունը դիմակայելով հաղթենք։ Եվ Հիսուս դա արեց։ Դա իր առաջին հասարակական փորձությունն էր, որ ինքը հաղթեց հասարակական կարծիքը։ Ինքը բախվեց այդ հասարակական կարծիքի, երբ որ ինքը 12 տարեկան էր։ Մենք Հիսուսի այդ տարիքը ուշադրություն չենք դարձնում շատ ժամանակ, մտածում ենք, դե Սուրբ Հոգին իր վրա չէ։ Հարց, ինքը ով էր։ Ինքը Աստծո որդի էր։ Հասկանում եք, ինքը ծնված էր արդեն։ Մեզ թվում է, թե ինքը վերստին ծնվեց ջրի մկրտվելուց հետո, ինքը վերստին ծնունդ էր։ Ինքը արդեն վերստին ծնունդ էր, վերուս ծնունդ էր ինքը։ Եվ ինքը առաջի հասարակական կարծիքը հաղթեց, երբ որ տաճարում էր։ Հայրը մայրը եկան, տաճարում գտան երրորդ օրը, կորցրել են, 3 օր չէին գտնում Հիսուսին։ Եկան Հիսուսին գտան տաճարում, դուք նկատել եք, որ Հիսուս նստած էր այնտեղ, ուսուցիչների մեջ, աշակերտների, ուսուցիչների մեջ, իրականում իրանք իրան աշակերտ են սազում, բայց օրենքի ուսուցիչներ, դպիրներ, փարիսեցիներ, դեռ պատվավոր մարդիկ են։ Հիշում եք, Հիսուս հարցեր էր տալիս, եւ ես վստահ եմ, որ Հիսուսի հարցերը արժանի հարցեր էին, որովհետև դա խորիմաստ հարցեր են, կշռային հարցեր են, մանկապարտեզ չէր Հիսուսի մոտ։ Հասկանում եք, Հիսուսի մոտ դա մանկապարտեզ չէր, եւ նրանց հարցերին պատասխանում էր։ Եվ նրանք, որ եկան, Հիսուսին չգտան մի ուգլում թրջված կանգնած, լացը մամային ու պապային կորցրել է։ Այնտեղ Հիսուս անցնում էր այս քննությունը, կոտրում էր հասարակական կարծիքը։ Որովհետև մեզ թվում է, թե մենք ընդեղ ինչ-որ մի հատ սաղի կարծիքը մեզ համար պետք է, մեր վզին փաթաթենք, դա տեն չի։ Դա այդ ձև չի, Երուսաղեմն էր, ինքը տաճարում էր, սա խոսում է Հիսուսի հրաշալի այս տիրապետումը, որ ինքը տիրապետում էր, ինքը վախորած չէր, տաճարում ինքը շատ համարձակ էր և հարցեր էր տալիս այս ձև, և շատերը, վաու, օհո, եկեք նայեք մի հատ շախմատիստ, որ երեխա է, խաղում է, Կասպարովն գալիս է, էսա, էս երեխեն է, չինեմ օրեր առաջ եմ տեսել, բայց լավ կլի, որ գտնեմ գրուպա ուղարկեմ։ Այդ երեխեն դնում է, սկսում է խաղալ, այս մարդը շնդում է, այս երեխեն կրում է, և պարտություն ընդունեց Անատոլի Կասպարովը։ Հիսուս ավելին է։ Նա տիրապետում էր իրավիճակին, սեղ ցույց է տալիս, թե ինչպես վարվեց ղեկավարների հետ, ովքեր համարում են, թե բարձր են ուրիշներից։ Այս սա է, որ մեր մոտ կարծիք է կազմում, որ իրանք մեծ են, իրանք ձյաձյաներ են, իրանց ասածը, իրանց կարծիքը, ինչ կմտածեն իմ մասին։ Հիսուս տիրապետում էր իրավիճակին, շատ խախանդ էր և վստահ էր, և գիտեր, թե ինքը ով է, ասեց չգիտեք, թե ես որտեղ պետք է լինեի, իմ հորս տանը,
Որտեղ պետք է լնեյել։ Ես գիտեմ մեզ որտեղ է գտնում, բայց Հիսուսին գտնում են իր հոր տանը։ Ապավինում էր Աստծուն Հիսուս։ Գիտեք, երբ որ մարդը ապավինում է Աստծուն, իր մոտ դադարում է հասարակական կարծիքները, տեղ գտնել։ Էլ եմ ասում, հասարակական կարծիքները անգամ շատ են։ Մեկը սենց ասում, մեկը նենց ասում, մեկը նենց ասում։ Հիսուսն արդեն աշակերտներն հարցում է, բա դուք ինչ եք ասում։ Հասարակական կարծիքները ասում են, որ դու Երգիան ես, մեկը ասում է, դե դու Մարգարեն ես, ինչ որ մեկն ես, մեկն ասում է, ոնց որ թե Հովհաննեսն է հարություն առել։ Ինքը ապավինում էր Աստծուն, նախ եւ առաջ իմաստություն ձեռք բերելու մեջ, որովհետեւ ինքը հենց այնտեղ է, որտեղ սովորում էին։ Իմաստություն ձեռք բերելու մեջ։ Սա ապավինությունն է, որ մարդը իմաստություն ասում փնտրել։ Ապավինությունը քո կմեծանա ու կշատանա, եւ շատ հասարակական կարծիքներ արդեն քեզ համար նշանակություն չեն ունենա։ Ով ինչ ասում է, մենք հավատում ենք, ով ինչ ասում, բա ինչ կմտածեն մեր մասին։ Եթե դու Աստծուն ես ապավինում, փնտրում ես Աստծո իմաստությունը, արդեն էական չի, թե ով ինչ է մտածում քո մասին։ Համարձակությունը հերիքում էր ասելու ամբողջը, ինչին հավատում էր ինքը։ Իրոք մենք քիչ ենք համարձակում խոսալ, որովհետև մեր մոտ ինչ որ բան պակաս է։ Մենք չգիտենք եւ վստահ չենք։ Եթե վստահ ես, եթե ունես այդ հայտնությունը, ով ուզում է գա, ես կտրում եմ դրանով։ Դա ուժեղ է, դա սուր է, երկսայրի սուր է։ Դա իմ մոտ բերել է համարձակություն, դա իմ մոտ բերել է համոզմունք։ Հիմիկ իրոք, որ սկզբունքներն ավելի կարևոր, քան հարաբերությունները։ Չէ, ոնց որ գիտեք, այս ձևի անհաստատ զրույցները ինձ մի բանի մասին են հուշում, որ չկա համարձակություն, չկա իմաստություն, չկա ապավինություն առ Աստված, որովհետև չգիտեն որն է սկիզբը, որն է հետոն։ Առաջնայինը եւ երկրորդականը։ Առաջնայինում են գիտենք սկզբունքներն են։ Սկզբունքները սուրբ են։ Դու չես կարող Աստվածաշնչյան սկզբունքները զոհ տաս հարաբերություններին։ Ամեն։ Ասել ամբողջը, ինչին հավատում ես։ Այդ պահին թեպետ դու կարաս դեռ երեխա լինել։ Հիմա ժամանակ, որ ես նկատում եմ Facebook-ը մարդիկ չեն համարձակվում ճշմարտություններ գրել։ Բա որ ինձ քննադատեն, բա որ ինձ դատեն, բա որ ինձ գլխից թափվեն, կոմենտներ գրեն, գրում են գրեն։ Այդ մարդկանց տեղը ցույց տվեք Աստվածաշնչով։ Ղուկաս 2-րդ գլուխ։ Հետո մենք կռիվ չունենք մարմնի եւ արյան դեմ, արյան հետ։ 2-րդ գլուխ 4-րդ խոսք Ղուկաս 6-րդ 46-րդ խոսք 2-րդ գլուխ 46-րդ խոսք 3 օրից հետո տաճարի մեջ գտան նրան, որ վարդապետների հետ էր նստած։ Մենք նստած, այս ինչի հետ նստած ենք, այն ինչի հետ նստած ենք, ինչ կապ ունի թե դու Հիսուս նստած էր վարդապետների հետ։ Նրանց մտիկ էր անում ու նրանց բան կհարցներ։ Նրա ականջ դնողները զարմանում են նրա ինչին, իմաստությանը եւ պատասխանների վրա։ Երբ տեսան նրան, ապշած մնացին, մայրն էլ ասեց, որդյակ, ինչու համար մեզ այդպես արիր։ Ահա հայրը խիստ վշտացած քեզ կփնտրի։ Հիսուս չէր վախում, որ այդ ձեր բան ասեր, չգիտեք որտեղ եմ։ Նստած հանգիստ իրավիճակում, ոչ անկյունում։ Աստվածաբանության դոկտորների հետ։ Գիտես ինքը աստվածաբանության ինչ-որ դոկտոր է, ինչ կապ ունի։ Արդյոք իմաստություն ունի, արդյոք օծություն ունի, արդյոք հայտնություն ունի, արդյոք ճանաչում է Հիսուսին։ Ինչ կապ ունի, ինչքան է դոկտոր, ում է պետք է դոկտորը, եթե Հիսուսին չի ճանաչում։
Հովհաննես 2-րդ գլուխ 7-րդ խոսք։ Հովհաննես 2-րդ գլուխ 7-րդ խոսք։ 7:10 Հիսուսն էլ ասեց նրանց. լցրեք այդ կարասները ջրերով։ Նրանք լցրեցին նրան մինչև բերանը։ Հիսուսն էլ ասեց. հիմա հանեք, սեղանապետին տարեք, լատեսեք, իմ մոտ սա շեշտեր ա դրված Հիսուսի խոսքերի վրա։ Լցրեք, սա հրաման է։ Նկատել եք, որ ստեղ տենց ձեր մոտ չգիտեմ ոնց է, բայց նրանք լցրեցին մինչև բերան, Հիսուս նրանց ասեց. հիմա հանեցեք ու սեղանապետին տարեք։ Նրանք էլ տարան, սեղանապետը երբ գինի դարձած ջրի համը առավ, ինքը չգիտեր, թե որտեղից է այս, բայց սպասավորում են նրանք ջրով լցրել են, գիտեին։ Ասավ Փեսային ամեն մարդ լավ գինին առաջվանից մատուցեմ, երբ խմած լինի, այն ժամանակ ստորագույնը, հետո ստորագույնը, բայց դու լավ գինին հիմա, մինչև հիմա ես պահել։ Ստեղ մինչև Հիսուս մի ուրիշ բան էլ արեց, եւ սա արդեն հասարակական կարծիքը չէր, ցրեց շփոթությունը, որովհետև գինին վերջացել էր ու բոլորը շփոթված էին։ Ինչ անենք։ Խանութները փագա, գիշերվա 1000-ն է, գինին վերջացել է, քեֆը շարունակվում է։ Ինչ անենք, շփոթված են մարդիկ։ Իրեք սա ամենակարևոր բանից մեկն է, որ Հիսուս գիտի մեր զգացմունքները, որ մենք շփոթվում ենք։ Իրավիճակը մենք շփոթում չգիտենք ինչ անենք։ Հիսուս էլ նրանց առաջին հրաշքը ցույց տվեց, որ այստեղ կատարեց։ Որովհետև ինքը արեց դա, որպեսզի փրկի շփոթությունից։ Մենք շփոթվում ենք շատ իրավիճակներում։ Արդ դիմում ենք մենք Հիսուսին։ Հիսուս կատարեց, որպեսզի փրկի շփոթությունից։ Ոնի կլսեն կասեն, Հիսուս միթե փրկում է շփոթությունից, ինքը քո կյանքն է փրկում։ Վերջացեք այդ կրոնական խեղկատակություններին։ Ձեր կրոնը ուղղակի զավեշտալի է։ Այո, Հիսուսն է, ով փրկում ամենամանրունգ դետալներով։ Ինքը հետաքրքրված է, որ դու չշփոթվես։ Ինքը հետաքրքրված է, որ հասարակական կարծիքով չշարժվես։ Ապրես իրան ապավինելով, ապրես իմաստությամբ, ապրես իրան հավատալով։ Ոչնեն թվում է, թե իրենք ծնվել են հատուկ շփոթեցնելու համար ուրիշներին։ Ինչ բան անեն, որ սաղ շփոթվեն։ Ու միշտ խառնակիչ են ամենտեղ, շփոթացնեմ, մոլորացնեմ, ու միշտ սկանդալ է իրանց 4 կողքը, բայց Հիսուս ընդհակառակ է, ինքը փոխում է իրավիճակը։ Հիսուսը գտնում է, որպեսզի մենք ազատ լինենք շփոթությունից։ Ես իշքամ լավ բան է, որ դու ապավինում ես, քո սիրտը հանգիստ է, ուղղակի բալանս կա քո մտքի ու սրտի միջև։ Ձեզ տեղ կդատեն, կբամբասեն, Կովկասում։ Այս ոնց են հարսանիք անում, այս ոնց են ծնունդ անում, բանկանունքը սենց են անում, ու գիտեք չէ ամեն քեֆից հետո, քեֆից առաջ, նյութ են հավաքում սաղ տեղերում, որովհետև ավանդական ինչ-որ իրանց վեց, խնամին են սենց պտի ուղարկեն, դեմից են պտիլներ, հետո են պտիլներ, մտավ տուն, լավաշը չդրեցին, ուսին մեղերը չդրեցին, ամանը ջարդը ուս տվեց, հարցի ոտեն, հարցի ուշկը գնաց։ Մենք Կովկասում ենք ապրում, մեզ կբամբասեն, անպայման կբամբասեն։ Բայց ցիգան քավորը, ավտոյի առաջ կանգնացինք, հանեց 1000-անոցներ տվեց, մենք սպասում ենք գոնե 20,000 ամենաքիչը։ Մեզ կբամբասեն Կովկասում, 100%։ Եթե մի բան պակաս է, այնտեղ գինին էր պակաս է։ Հասկանաք, դա արդեն լավ չէր։ Դա արդեն լավ չէր, որովհետև գինին պակասել է, արա, այս փեսին գնացին ասեցին, այս ոնց ալնեմ, որ փեսին գնացին ասեցին։ Հալելույա։ Հիսուս գիտի ինչպես հաղթահարել շփոթմունքը։
Ինքը գիտի ոնց անի մեզ անհարմար իրավիճակներից։ Իսկ կամ անհարմար իրավիճակների մեջ ենք ես ու դու հայտնում, չէ՞, մանտրաշենք։ Պաուլի ինչ կմտածի, այստեղ հիշում եք լարվածության թեման, երբ որ դու լարված ես, դու սկսում ես համ սխալներ անել, համ սխալներ խոսալ։ Քուշ բոտված ժամանակ, այդ թեման դուրս կգա դեռ Լիլիթը գիտի իր հոգեպաուստը ոնց անի, որ ծննդաբերից հետո մանրից տնի նյութերը։ Լիլիթ լսում ես մեզ։ Համար 3. Ինչպես հաղթարել անհավատությունը։ Հասկանում եք, սա խնդիրն է, որ Հիսուս հաղթել է։ Հասարակական կարծիքը, դա էմոցիաներ է, որ մենք ունենք մենք ուրիշներից։ Շփոթված ենք եւ անհավատությամբ ենք տառապում մեկը։ Զգացել եք, որ ժամանակը գալիս դուք ել չեք կամ հավատակ։ Չգիտեք ոնց առաջ շարժվեք հավատքով։ Ուղղակի Հիսուս հենց դրա համար է, որպեսզի մեզ օգնի անհավատությունից դուրս գալ։ Ելնում է տարբերակ, ելնում է իրավիճակ, որ ես չեմ կամ հավատամ։ Հիմա ժամանակ, որ ես կանգնում եմ փաստի առաջ, ասում ես այն ժամանակ հավատացել եմ, փակվել է այդ, հանքը փակվել է։ Մենք հավատք չունեմ, որ այդ հանքը բացեմ։ Ուզում եք մի բան ասեմ ձեզ, մի հատ հավատքի հայտնություն, գաղտնիք ասեմ ձեզ։ Գիտեք, որ ես սիրում եմ հավատքը, գիտեք, որ ես ուսումնասիրում եմ, լսում եմ, փորփրում եմ, անընդհատ հավատքի գանձ եմ, ով ինչ փնտրում է, նա գտնում է։ Գիտեք, sense բան կա։ Եթե դա Աստծո թագավորության հետաքրքրության մեջ է, դա տեղի է ունենում քո հավատքի միջոցով։ Եթե չէ, Աստված հատուկ քո բաներ չի անում։ Աստված իր թագավորությունով հետաքրքրված։ Դրա համար Եղիան աղոթեց, երկինքը փակվեց։ Եղիան իր համար չաղոթեց։ Եղիան աղոթեց, հետո բացվեց։ Հասկանում եք, որպեսզի դրա մեջ Աստված փառավորվի։ Ես մի քիչ առաջ անցա, բայց շարունակենք։ Ինչպես հաղթարել անհավատությունը եւ սա տեսեք իր սեփական կյանքի իր անձնական վիճակին էր վերաբերվում սա, որովհետև ինչպես որ մենք ենք անցնում անհավատության իրավիճակներով, էմոցիաներով, ունենում ենք անհավատություն, վախեր, շփոթված ենք, հասարակական կարծիքից խճճված ենք։ Եվ պատկերացնում եք Հիսուսը անցնում այս էտապներով եւ սա բախվում է իր հետ, ինքը բախվում է այս հարցերին եւ ինքը լուծումներ է տալիս մեկը մեկի հետևից, հաղթահարելով սրանց։ Եվ ահա ինքը կանգնած է անհավատության առաջ։ Վստահ եք, որ դա տեղի ունեցել նաեւ Հիսուսի հետ, բայց ինքը լուծում ունի եւ ինքը հաղթում է այդ իրավիճակին։ Այն ժամանակահատվածում, որ մենք անվանում ենք գայթակղություն, այն ժամանակահատվածում, որ մենք անվանում ենք գայթակղություն, սատանան փորձում է անհավատություն ցանել մեր սրտերի մեջ ու մեր մտքերի մեջ։ Հիշեք, որ Հիսուսին էլ մոտեցավ սատանան։ Հիշեք, որ ձեզ էլ մոտեցավ սատանան մի օր եւ ձեր մոտ կասկածներ առաջացրել։ Անհավատություն է բերել, եթե ինչ-որ նոր բան չի ասում ինքը։ 4000 տարվա մեջ տենց է դա խելքի չեկավ, որ թազա բան հնար էր։ Ինքը նույն ապուշությունն է ասում, ոնց որ ասել է Եվային 4000, եթե Հիսուսին էլ մոտենում նույն էշությունն է խոսում, եթե դու ասովորտի ես։ Չէ՞ որ սա կասկածի առիթ կարա քեզ տա, որովհետև դու Սուրբ Հոգով մկրտվես, Սատանան գալիս, եթե դա Սուրբ Հոգին է։ Էշություն, չիմացող մարդը միանգամից ծուղակն անգնում։ Չիմացող մարդը միանգամից խճճվում է, որովհետև չգիտի առաջ անգամ։ Դրա համար մեզ պետք է նայել Աստծո խոսքի միջոցով։ Մինչև ես գտա այդ պատասխանները, ես Աստվածաշունչը եւ լրիվ կարդացի նորից։ Որովհետև հին ուխտում էլ է տեսնում, որ օտար լեզվով, թոթավախոզ լեզվով պիտի խոսամ այս ժողովրդի հետ։ Թոթավախոզ ժողովրդի հետ պիտի խոսամ օտար լեզվով, այլ լեզուներով պիտի խոսամ։ Ես ասում եմ, նույնժելի սա իրական է, սա իրական են Սուրբ Հոգու մասին է, որ կամ ասում է, իմ հոգին պիտի թափեն վերջը ամեն մարմնի վրա, ես ասում եմ, բալավ ուր է լեզուները։ Հետո կարդում եք Կորինթացիների 14-րդ գլուխ, եւ այնտեղ լեզուները տեսնում, ասում եմ, նույնժելի դա այդ լեզուներն է, որ ես եմ խոսում։ Չէ, Սատանան ասում է, չէ, դա այն ժամանակ էր։ Որովհետեւ առաքելականները շփվել էին, ասում, դա այն ժամանակ էր։ Դա մենակ առաքյալների ժամանակ էր։ Իրանք մեռան, հետո մեռավ, վերջ, հետո բրծավ։
Неужели Աստված այդքան փոքր է ճղճին։ Դա մարդն է մտածում այդ ձև։ Հետո կարդում եմ մի ուրիշտեղ, որ ասում անբարբար հառաչանքներով հոգին ինքն էլ։ Հետո կարդում եմ առաքելական մի ուրիշ թարգմանություն, հենց իրանց թարգմանության մեջ ավելի դիպուկ էր խոսում, անմռուլ մռնչոց, հեկեկոցներ, անբարբար։ Եվ սատանան ինքը կարա հենց այդ ձև գայթակղություններ բերի անհավատություն ցանելով մեր սրտի մեջ։ Դեմը ուզում էր, որ Հիսուսի մտքում անհավատություն ցաներ, եթե դու Աստծո որդին ես։ Եթե Տիրոջ մտքի մեջ փորձում էր անհավատություն ցանել, ապա կփորձի նաև մեր մտքերում ցանի։ Հասկանում եք, Հիսուսին կանցել է դա։ Մեզ պարզ ցույց է տալիս նախորոք մեզ պատրաստում է, որովհետև քո վերստին ծնվելուց հետո, քո մկրտություններից հետո, ջրի մկրտությունից հետո միգուցե մի էտապ փորձություն անցնելուց դու հանդիպես ես ձևի գայթակղությունների կամ մոլորության կամ անհավատության կամ հարձակման տակ ընկնես։ Նրանք, ովքեր ինձ լսում են այսօր աուդիո տարբերակով, ես ասում եմ, եթե դուք Սուրբ Հոգով մկրտվել եք ու սատանան ասում է, որ դա Աստծուց չի, ուղղակի մի լսեք իրան, կարդացեք Աստվածաշունչը, պատասխանները այնտեղ է։ Հիսուս երբեք մեզ մի բան չի ասի անենք, եթե դա ինքը չի արել։ Հենց Աստծո խոսքն էլ իրավիճակը փոխում։ Աստծո խոսքը սուր է, երկսայրի սուր է, չէ՞։ Կտրում է եւ թափանցում է շունչ, հոգի, միտք, մտածմունքներ, ցույց, խորհուրդներ, քննում ամեն ինչ։ Հենց Աստծո խոսքն էլ իրավիճակը փոխում։ Աստծո խոսքը հաղթանակ տարա, որովհետեւ ասեց գրված է։ Գրված է։ Հիշում եք ինչ էր ասում սատանան։ Ասա այս քարերին հաց դառնան։ Սա մասին հետո կխոսանք։ Սա կարևոր տեղ է գտնելու ձեր կյանքի մեջ, որ անիմաստ չթվա, որովհետև ես միշտ իշքամ հավատացյալ եմ եղել, միշտ կարդացել ասեմ, ինչ անիմաստ հարց է։ Ասա թող այս քարերը հաց դառնան։ Հայելի Հիսուս էլ հաց չասեց հաց դառնա այդ քարերը։ Բուխանք եք, մատնակաշ, զանգաչի լեզու։ Եթե մենք չսովորենք, ուրեմն մենք ոչինչ չենք սովորեցնի։ Եթե մենք չսովորենք, ոչինչ չենք սովորացնի։ Եթե մենք չենք սովորում, ոչինչ չենք սովորեցնի։ Դենց էլ չսովորեցինք, սաղ կյանքը։ Սա աբսուրդ է, հասկանում եք, երբ որ մենք չենք սովորում։ Ու սաղ կյանքը չի սովորում։ Սաղ կյանքը ինքը ծույլիկ է։ Մատթեոս 4:1-2։ Իրեք սա ինչը սիրված թեմաներից մեկն է, որից հենց ապաշխայցի կարդում ես տեղը, որտես են դասնա, որ դու էլի չես սիրեմ, որ դու էլի ծույլիկ ես ուզում մնաս, չես ուզում սովորեցած, ինչ կա ստեղ էլի, անընդհատ էստեղ, այստեղ ու լա տեսեք 4 գլխի առաջի խոսքը։ Այն ժամանակ Հիսուս անապատ տարվեց Սուրբ Հոգուց, որպեսզի սատանայից փորձվի։ Ես միշտ ասա չեմ հասկացել, միշտ չեմ ասում, հիմա չեմ հասկանում, ես սա շատ կարևոր տեղ եմ տալիս, որովհետև իմ հավատքի սկիզբը, քայլերի սկիզբը սա եղել, որովհետև այստեղ խոսք ասում, Հիսուս խոսք ասում, հավատքի խոսք ասում։ Նայեք ասում է Սուրբ Հոգուց տարվեց, ոնց որ քեզ մեկը ձեռքից հետ բռնի տանի շան մոտ, որ դու սովորես այդ շանը։ 40 ցերեկ 40 գիշեր ծոմ բայելուց հետո սովածացավ, անոթացավ։ Մենք հենց ծոմի երկրորդ ժամին ենք սովում։ Փորձողը նրան մոտենալով ասեց. Եթե դու ասով որդին ես, ասա այս քարերը հաց դառնան։ Այն պատասխան տվեց եւ ասեց. գրված է, թե ոչ միայն հացով կապրի մարդը, ով է հերիք ասեք, այս խոսքը անգամ եք ասել, որ դուք էլ անգամ իմաստը չեք հասկանում, ապա ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնեմ, սա կարևոր խոսքեր է, մինչև ստեղ կարդանք, հերիքա։ Ինչպես ոչնչացնենք նրան, Հիսուսին։ Սատանան մտածում է, ինչպես ոչնչացնել Հիսուսին։
սովի միջոցով։ Հասկանում եք, սա մարդկային հանապազորյա հարցն է։ Ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք, չէ՞։ Սովի հարցը, ուտելու հարցը մեր առօրյայում դա դրված է առօրյամը, այսպես ցուցակի մեջ առաջի տեղն է, որ վեր կացանք ինչ պիտի ուտենք։ Դեռ չի լվացվել, բայց ճպրոտ, մպրոտ, դեռ չի լվացվել։ Ինչպես ոչնչացնենք քեզ սովի հարցով, սովով, դա սովն է, ուտելիքն է, եթե բառը կա, եթե սատանան Հիսուսին, իհարկե նա գիտի, սատանան գիտի, որ սա պետք է իմանալ, ով է ստեղծել իրան, ինքը գիտի, իրան ով է ստեղծել, իսկ հիմա իրան գտել է մարմնի մեջ, ինքը մտածում է, որ իրան կարա սովի միջոցով կոտրել և կտրել քննությունը։ Ես միշտ մտածում եմ, 95 թվից իր ճապաշխայում լսում, մարդ միայն հացով չի ապրի, հասկանում եք, այս ասողներից շատեր անգամ, ես չեմ հասկանում եք, գիտակցում են ինչ են ասում, թե չէ։ Ու միայն Աստծո խոսքով։ Գիտեք, մտածում են, թե Աստծո խոսքը կուտեն ու կկշտանան։ Ոչ, ստեղ հարցը հենց դա չի։ Հեչ հարցը դա չի։ Սատանան գիտեր իրան ով է ստեղծել։ Լավ գիտեր։ Սատան գիտեր Հիսուսին, ով իրան հրել էր երկնքից դուրս։ Գիտեր իրան։ Իրան թվում է, թե արդեն կոզրներ ունի իր երկրի վրա, իր տարածքում արդեն։ Ինքը սխալվում էր չարաչար։ Գիտեր Հիսուսին, ով վտարել էր իրան երկնքից, և դա սատանան հրաշալի գիտեր և նա եկել էր եթե խոսքի միջոցով։ Եթե։ Ստեղ ինքը եթեներ է դնում, ասում են ինքը ոչ մի բան չսովորեց այդ 4000 տարվա մեջ, ոնց կար, տենց է մնացել է։ Առաջի դասարանը մնացել, ոնց կար, մանկապարտեզ։ Ընդեղ Եվային ասում է, եթե դու ուտել, բա, Հիսուսին էլ ասում, եթե ուտելով է գալիս, հասկանում եք, լավ Եվա ջան, ինչը դեր պակաս, դու լավ կերակրված էր, կշտացած էր, դու ոչ մի վիտամինի կարիք հետ օրը չունեիր արդեն, ինչ գիտեր, որ դա համով է, որովհետև նայեց, որ ախորժելի էր երևում, եթե Հիսուսի հետ այդպես խոսած, հավատացեք մեզ հետ էլա նույն ձևի, նույն սենարով է խոսալու, մենք վախենալու բան չունենք, մենք օրինակ ունենք Հիսուսին ուղղակի։ Եթե դու փրկված ես, չէ, դու փրկված ես, դու մինչև այսօր 100 տարվա հավատացյալների մոտ սատանան ռազգոն է անում։ Բա Աստված քեզ թողել է։ Դու արդեն սատանայի հետ հենց ես ծերացե։ Հենց ես պարավ, երկու պարավով իրար եք հավատում, արդեն դողդոջուն, դեր հավատում ես, որ սա Աստված քեզ թողել է, և սատանան, ոնց է կամ հավատացյալին համոզի, ապացուցի, որ Աստված իրան թողել է, որ մենք չենք նայում, որ Աստված ասել է, ես քեզ չեմ թողնի, հասկանում եք, նանդեր մենք չենք խոսացել, լրիվ ես տեքստը, հիշում եք վերջում ասում, հրեշտակները եկան, և Հիսուսին ծառայում են, մենք չենք հասել դեռ այդտեղ, պատկերացնում եք։ Մենք չենք հասել, դեռ այնի 2 տարեկանի նման ենք մնացել։ Եթե հավատացյալ ես, եթե Սուրբ Հոգով մկրտված ես։ Հիսուս չարեց դա, հաց շինեց քարը։ Բայց հետո ցույց տվեց, թե ինչպես հաց սարքել։ Հետո ցույց տվեց։ Հիսուս քարից հաց չի շինում, Հիսուս հացից է հաց շինում, 5000-ին կերակրեց հացից հաց շինելով, ոչ թե քարերը եկեք հաց շինեն կերեք, ոչ, դրա մեջ տրամաբանություն չկա ժողովուրդ, դրա մեջ տրամաբանություն չկա, եթե մեկը հաց ուզի, միթե հայրը նրան քար կտա, ոչ, եթե նրանից ուզի, միթե նրան կարիճ կտա, ոչ,
Եթե ձուկ ուզի միթե օձ կտա, ոչ։ Հիսուս հացից հաց է շինում։ Սա կարևոր է։ Քարից հաց շինեց 4-4, Մատթեոս 4-4։ Նա պատասխան տվեց եւ ասեց. գրված է թե ոչ միայն մարդ հացով կապրի, հապա ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Նա օգնեց, որ մարդը իր էգոիզմի հարցը լուծի։ Սա հաղթահարել է սեփական էգոիզմը։ Պատկերացնում եք իմ էգոիզմը այնքան շատ է, որ ես կանգնել եմ քարերի, բուլուժնիկների մեջտեղ, ուզում եմ այդ քարերից մեկը բուխան կաշինեմ։ Այնքան եմ իմ էգոիզմը այնքան շոյված, մեծարված, մեծացված, որ չի կարում հասկանալ, որ ինքը ստեղ պետք է փշրվի Տիրոջ առաջ։ Տիրոջ ապավինի, Տիրոջ խոսքին ապավինի։ Ոչ թե այս անդեր քարը խիչի հաց դառնեմ։ Ստեղ Հիսուս լուծում է մարդու էգոիզմի հարցը։ Երբ այլոք սոված են, ինքը հաց սարքեց։ 5000 մարդ սոված էր, ինքը հաց սարքեց։ Ով է լսում։ Բայց երբ որ ինքը սովածացավ, ինքը հրաժարվեց քարը հաց շինելու։ Գրված աստեղ անոթացավ, նոր մոտեցավ սատանան։ Եվ եկեք սպանենք սովով։ Հրաժարվեց դա անել իր համար։ Հասկանում եք։ Հաճախ մենք առաջինն ենք մեր մասին մտածում, հետո ինչ էլ մնա ուրիշներին։ Դա էգոիզմի հարց է, Հիսուս դրա համար չուներ այդ էգոիզմը ժողովուրդ։ Մենք կանք 10 րոպե շարունակենք, այսօր առաջին մասը ստեղ կանգ առնենք։ Այո։ Հալելույա։ Հաճախ ինչ որ մնացել է, մենք տալիս ենք Աստծուն։ Չէ՞։ 100,000 եկավ քու ձեռը, վերջը մասը, վերջի 1000-ն է գոնե Տիրոջը տամ, էտա մնացել Տիրոջը տալու։ Մենք նենց ենք ծախսում, վատնու, վայ, մենք նենց ծախսող ենք։ Իո։ Որ Աստված մեզանից բան չի ստանում դրանից։ Մեր այդ ծախսող լինելուց Աստված բան չի ստանում մեզանից, ուր մնաց քու ծախսը։ Սատանան կօգնի, որ սաղ ծախսեք ձեզ վրա։ Սատանան լավ օգնում է այդ գործում, տեսեք։ Նաև սատանան դրանից հետո քեզ կօգնի դու լավ պարտքի մեջ ընկնես։ Դա Աստված չի, Աստծո մեթոդը չի դա։ Սովորացնում է մարդկանց, սատանան, ես չգիտեմ ում մոտ են մարդիկ սովորում, ումից են սովորում։ Հիսուս ասում է, եկեք ինձ և ինձանից սովորեք։ Ես չգիտեմ մարդիկ ումից են սովորում, որ ոնց վարկ վերցնեն, ոնց սխեմա կա, ոնց ընկնել պարտքի մեջ, ոնց հողեցրոքի կորչեն, բանկերին այնքան պարտ լինեն, որ ինքը ստիպված այս երկրից փախ չի, քաղաքից փախ չի։ Սատանայի մոտ ոնց որ սեմինարներին ստացել են, ես պրոֆեսիոնալ գիտեմ, որ վարկը ոնց են դասավորում, որ վաբշե ես չգիտեմ վարկի, բանկի, դրան, ռուչկեն որն է բացում, այս կոմ թե են կոմ, ես չգիտեմ։ Գիտեք չէ, որ վարկային պատմությունները քեզ թղթել են տալիս, ենքան մաներ գրած, որ 100% սուր աչք ունենաս է չես կարդա։ Դա սաղ մանիպուլյացիա, սատանայի սեմինարներն է դա։ Ոնց կարան ասել, Տերը օրհնեց վարկ վեկալա, Տիրոջ օրհնությամբ և օգնում խիեք Աստծուն խառնում ձեր չորնի գործերին։ Խիեք Աստծուն, խի, Աստծո խոսքը գրված չի, որ վարկով փողմի վեր, վաշխ բառն է։ Միթե չեք կարդացել Եզեկիելում, որ գրված է, նա այլևս արդար չի և մոռացել է իր Տեր Աստծուն, չի ապավինում Աստծուն էլ այդ մարդը։ Հարց 3 միլիոնից ավել մարդ որտեղից վարկ վերցրեց անապատի մեջ, ոչ մի տեղից, Աստված էր կերակրում իրանց։ Այս այն մարդիկ են, ովքեր
Թե Աստվածաշնչով են արդարացնում իրանց խմելը, ծխելը, վարգ վերցնելը, չուշ, բալամուտ, հիմարություն, Աստծո խոսքը մեզ դες բան չի սովորացնում։ Այո, որ ես Աստծո խոսքով եմ ապրում, Հիսուս հաղթահարել է լրիվ այս հարցերը։ Հենց Մատթեոս 4 գլխը մենք դա տեսնում։ Սկզբում Աստծունը տվեք Աստծուն, տվեք իր բաժին իրան, վճարեք Աստծունը Աստծուն։ Փողասերները սաղ ասում են, տասանորդը հին ուխտ է, հա որ, հին ուխտ ինչ նկատի ունեք, օրենք, Աբրահամը ձեր հոգևոր հավատքի հայրը չի, իհարկե, Աբրահամը տվեց տասանորդ, Եբրայեցիներում գրված տվեց նա որ խոստմունք ուներ։ Եթե Աստծու հետ համագործակցում եք, ապա տվեք սկզբում իրեն։ Իրանը տվեք իրան։ Եվ հետո կանգնեք ու ասեք, օրհնի մնացածը Տեր։ Սա արդարացված է։ Երբ որ ես տալիս եմ իրան, Եվ շրջում ասեմ, հմի օրհնի, մենք դա միշտ անում ենք, օրհնի մնացած 90-ը։ Նա մեզ սովորացրել է, ինչպես հաղթահարել էգոիզմը հենց տեղով, հենց 4 գլխով։ Մենք չենք ապրում ստամոքսով, Աստված մեզ տվել է միտք, խելք, ուղեղա տվել։ Մարդկա ստամոքսով է մտածում։ Աշխարհի 80-90% մտածում է փորով, ստամոքսով, որովայնով, չի մտածում ուղեղով։ Այսինքն ապրում են զգացմունքներով։ Մենք ապրում ենք զգացմունքներով, հոգով եւ ունենք այլ մասեր էլ։ Բայց մարդկա մենակ չգիտի իր ուղեղը ինչի համար է։ Ինքը ապրում է մենակ ոտներով կամ փորով։ Դրա համար էլ ինքը հաղթեց սատանային Հիսուս, որովհետև ինքը սովածությամբ չառաջնորդվեց։ Ինքը առաջնորդվեց մտքով։ Աստված մեզ խելք է տվել։ Հիսուս կարող էր մի կտոր քար վերցնել եւ հաց շինել։ Բայց չարեց ինքը։ Եթե ցանկանար։ Վերջով Այդ հարց եմ տալիս ձեզ։ Հիմա եկեք տրամաբանենք։ Դուք Աստված ես։ Ամեն մեկը մտածեք Աստծո տեսանկյունից։ Դու Աստված ես ու դու ստեղծել ես այդ քարերին։ Ու հնիկ արդեն չգիտես ինչ ուտես այդ քարերն ես ուտում։ Պատկերացեք մի բան։ Դու ստեղծել ես քարեր ու ընկել ես գերի, պլեն ես ընկել։ Հեսա 4 կողքը քարա։ Ու դու քար ես ուտում։ Պատկերացա դու ինչ խղճալի մարդ ես, որ Աստված ես կոչվում։ Աստված տեն չի ստեղծել։ Աստված ստեղծել է աստղերը, միլիարդավոր աստղեր աշին է։ Սա քարից են։ Ու պատկերացնեք, հույսը դրել այդ մի քարի վրա, որ հաց շինի ուտի։ Ոչ, Հիսուս տեն չառաջնորդվեց։ Լուրջ Հիսուս տեն չառաջնորդվեց։ Պատկերացնում եք Լուսին գաթա եմ թխե, արև բաղաճ եմ թխե, բա, լալակուլիկի ուշկը գնաց, ես ուրախ եմ, որ այդ մեծ բազմությանը Հիսուս քարերով չկերակրեց, Հալելույա, ինքը սուրբ երկրում էր, ինքը հացից, հաց ստեղծեց, պատկերացնում եք, դուք հաց եք ցանում, դուք հաց եք հնձում, դուք հացից եք հաց ստեղծում, ոչ մեկ դեռ ավազ չի ցանել, ցորեն հնձել, ցորենա ցանել, հացա ցանել, հացա հնձել, ինչպես հաղթել հպարտությունը,
Եկեք ստեղ կանգնենք, էլի, հա։ Մյուս դասին ստեղից կշարունակենք։ Ինչպես հաղթել հպարտությանը։ Մատթեոս 4:5 գրեք ու ստեղից մենք շարունակենք։